Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի կրթաթոշակառու մեր արտիքցի Էդուարդ Գևորգյանը, ով Գևորգ Գևորգյանի որդին է, ընդունվել է Զալցբուրգի հեղինակավոր Մոցարտեում համալսարան, ստանալով ընդունելության առավելագույն 25 միավոր։ Մենք մեծ հպարտությամբ ենք կիսվում այս հրաշալի նորությամբ։ Այս ձեռքբերումը վկայում է Էդուարդի տաղանդի, նպատակասլացության եւ աշխատասիրության մասին, այն մեզ վստահություն է ներշնչում, շարունակելու հավատալ երիտասարդների կարողություններին եւ նրանց զարգացման գործում ներդրված աշխատանքի խոր իմաստին։ Այս հաջողությունը եւս մեկ անգամ հաստատում է մեր համոզմունքը՝ երեխաների կրթության զարգացման մեջ ներդրած յուրաքանչյուր ջանք արժեքավոր է։ Սրտանց շնորհավորում ենք մեր շնորհալի Էդուարդին եւ վստահ ենք, հաջողությունները դեռ շատ են լինելու։ Շատ քիչ եմ հուզվում բեմում, քանի որ գործս հաճույքով եմ անում, կարևորն ինքս վայելում եմ ու այդ ամեն ինչը հանդիսատեսին էլ եմ փոխանցում։ Ասում է 16-ամյա երիտասարդ դաշնակահար Էդուարդ Գևորգյանը, ով մարտի 3-ից 10-ը Բեռլինում էր եւ հեղինակավոր Բեռլինը Clavier Festtage փառատոնի շրջանակում ներկայացրել է Հայաստանը, ելույթ ունենալով հանրահայտ Բեռլինը ֆիլհարմոնիկում։ Էդուարդ Գևորգյանը տպավորելով իր հմտություններով ու տաղանդով բացառիկ հրավերը ստացել է եւ արժանացել 2900 եվրոյին համարժեք ամբողջական կրթաթոշակի հենց Բեռլինը Clavier Festtage-ի կողմից փառատոնային միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Փառատոնի ծրագիրը ներառել է վարպետության դասեր, սեմինարներ, համերգներ, միջազգային կարիերայի ցանց եւ գալա համերգ։ Բայց գալա համերգը Բեռլին ֆիլհարմոնիկում դա շատ մեծ պատասխանատվություն էր, քանի որ ահռելի դահլիճ էր ու պետք էր պատով հանդես գալ եւ քանի որ առաջին հայն էի, հայ մասնակիցը այդտեղ կարծիքով շատ լուրջ էր պետք իրան մոտենալ պատասխանատվությամբ, այո, մի փոքր հուզմունքը կար, բայց հաղթահարեցի, կարողացա շատ պատասխանատվությամբ դուրս գալ բեմ ու լավ նվագել։ Պատանի երաժշտի երաժշտական առօրյան լեցուն է։ 3 տարի հանդիսանալով երաժշտությունը հանուն ապագայի հիմնադրամի կրթաթոշակառում մասնակցում է հիմնադրամի կրթական ծրագրերին, վարպետության դասերին եւ համերգներին, ել ավելի կատարելագործում իր տաղանդն ու հմտությունները։ Հիմնադրամը իմ կյանքում դարձավ մի բացառիկ բան, որովհետեւ ձեռք բերեցի ոչ միայն լավ մասնագիտական աճ, այլ նաեւ կարծիքով շատ կարևոր ընկերական միջավայր է ու հիմնադրամի շնորհիվ տարբեր մաստեր կլասներ, իմ առաջին մաստեր կլասը հենց եղել է Պավել Գիլդովի հետ, հենց հիմնադրամի կազմակերպած։ Մենք հիմա նաև գնում ենք մի 2 շաբաթից Դուբայ, ինկլասիկա փառատոնին, որը հենց հիմնադրամն է կազմակերպել։ Կամ մի մրցույթ Պորտուգալիայում, որը հուլիսին է կայանալու։ Փորձում դրան մասնակցել ու հիմնադրամը որոշ չափով փորձում է աջակցել այդ մրցույթին ֆինանսական առումով։ Էդուարդ Գևորգյանը Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան է։ Դպրոցն ավարտելուց հետո մտադիր է տեղափոխվել Զալցբուրգ սովորելու։ Նրա մասին ակնածանքով է խոսում ուսուցիչը Վաղարշակ Հարությունյանը, նկարագրելով նրա բացառիկ սերը երաժշտության հանդեպ։ 3 տարիների ընթացքում շատ քիչ հանդիպող մասնագիտական աճ ունեցավ։ Դա 3 բանով է պայմանավորված. բնատու ընդունակություններ, աշխատասիրություն ու կոնտակտ դասատուի հետ։ Ամենը գրավիչ ու ամենակարևորը, որտեղ կարող ես ընդունակ լինել, նույնիսկ ինչ որ առումով աշխատասեր, բայց այն արդյունքը չլինի շատ մեծ սեր ունի երաժշտության նկատմամբ։ Ոչ միայն իբրև մասնագիտություն, առասարակ երևսանալ, արվեստի մարդ եմ, եւ դա բնականաբար օգնում է եւ ինձ եւ իրեն։ Եվ ես իմ փորձից ելնելով, չգիտեմ ինչքան բավարար է դա, կարծում եմ նման ընթացքի դեպքում լուրջ հաջողությունների կհասնի Էդուարդը։ Էդուարդը սկսել է նվագել 4 տարեկանից, կյանքի առաջին մրցանակը 2-րդ տեղի համար ստացել է 10 տարեկանում Փարիզում կայացած միջազգային մրցույթի ժամանակ։ Երաժշտական բոլոր գործիքները սիրում է, սակայն ձայնի խորության համար առանձնացնում է թավջութակը։ Սիրում է ավելի շատ լսել նվագախմբային գործեր, քան դաշնամուրային, բայց դաշնամուրն իր կյանքում այլ ու առաջնային տեղ է զբաղեցնում։ Պատմում է Պատանի դաշնակահարը, առանձնացնելով իր սիրելի կատարումները։ Առանձնացնելու լիքը բան կարամ ունենամ, բայց օրինակի համար, եթե հենց սոլո գործերին անդրադառնանք,
Շումանի բոլոր գործերը շատ սիրում եմ, Շուման, Բեթհովենի սոնատները, Ռախմանինովի էտյուդները, պրելյուդները, իսկ ընդհանուր առմամբ կոնցերտներից էլ լիքը կան, Ռախմանինով, Պրոկոֆիև, իրոք շատ են, առանձնացնելը շատ դժվար կլինի։